Վայոց ձորի լքված 60 գյուղերից մեկը Օղբին է, որտեղ էլ փորձում ենք հասնել։ Թե ինչ է նշանակում կամ ինչպես է բացատրվում բնակավայրի անունը հայտնի չէ։ Գյուղը սահմանակից է Ադրբեջանին, խնձորուտից մոտ 8 կիլոմետր հյուսիս-արևելք է գտնվում։ Նավեր ընդ է։ Լքված գյուղի կանգուն վկան 1666 թվականին կառուցված ժայռերին ձուլված Օղբինի եկեղեցին է։ Անունը հայտնի չէ։ Չէ, անունը մենք այսպես կոչվում է Օղբինի եկեղեցի, Օղբինի ժամտուն։ Միշտ նախկինում ժամեր են ասել, ժամտուն, այդպես։ Հիմա անվանումով մենք ունենք պետական ցուցակներում Օղբինի եկեղեցի, այդպես ենք ասում, թվագրված 1666 թվական։ Ինքը հիմնականում եղել է շատ ամուր եկեղեցի, որ այսքան ժամանակ ամբողջովին չի նստել, պահպանվել է, բայց նորոգում սիրևույթին չի կատարվել այս եկեղեցում։ Ձուլված ոնց որ լինի, չէ՞, ժայռի։ Ձուլված է, մտել է ժայռի մեջ։ Գնանք։ Վիմափոր, ժայռափոր, դրա համար կոչվում է վիմափոր։ Այստեղից եկեղեցի քանի կիլոմետր կլինի։ Երևի կիլոմետրի կես, այսպես քայլվածքով, քայլելով հասնենք այնտեղ։ Ստե լինում է կապույտ սիրուն, լավ սնկեր, համով սենց հաստ ջրոտ սնկեր են լինում ստե։ Տեղը շատ լավն է, լավ յուղատեղի է, լավ, բայց ափսոս որ մարդ չկա։ Հա, սրանք հացի տեսակի ծառեր են, հաց ենք ասում։ Ճանապարհից կտրված բարձունքում կառուցված այս եկեղեցու մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Որոշ հետազոտողներ այն համեմատում են հին խնձորուտի Սուրբ Ստեփանոս եկեղեցու հետ եւ ենթադրում, որ այն կարող է կառուցած լինել նույն ճարտարապետը։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնենք սրա շարվածքի վրա։ Տեսեք, ասենք 1666 թվականներ։ Ոչ մի տեխնիկա այստեղ չի աշխատել, պարզ է։ Ինչ հզոր մարդիկ են եղել, ինչպիսի մարդիկ, որ կարողացել են այս կես տոննանոց քարերը բարձրացնել դնել վերևի շարվածքի վրա։ Տեսեք ինչ հզորություն, ինչ գեղեցկություն, ինչ հրաշք մի բան, ափսոս, հազար ափսոս։ Եկեղեցու փլուզված քարերի փոխարեն ժամանակի ընթացքում տեղադրվել են նորերը։ Դրանցից մեկի վրա նշված է, որ այն կանգնեցվել է Շուշանիկի պատվին, սակայն մնում է անորոշ, արդյոք արձանագրությունը հենց եկեղեցուն է վերաբերում։ Ուրեմն ես ձեզ մի բան պատմեմ, հետաքրքիր ժողովուրդ։ Ես այս եկեղեցին հաճախում եմ արդեն 25 տարի։ Ամեն տարի շրջայցների ժամանակ մի քանի անգամ շրջայց եմ կատարում տարվա մեջ եկեղեցի եւ միշտ ստեղ գալուց լսել եմ ուժեղ շվոց, այն մեծ հսկա օդի ձայն, ամեն տարի, բացի այս 2 տարուց, ես մենակ մտել, բայց օդին չեմ տեսել։ Երբ մտնում էի ներս մի 2 րոպե, որից հետո այդ ձենը կդրվում էր, ձեն չեմ լսել։ Ինչ խաչքար է։ Սա պատի մեջի շարվածքի խաչքարա ընկել էր, քանդվել էր, մենք ենք վերցել այդպես հենել, որպեսզի տեսանելի լինի, մարդիկ տեսնեն, պաշտպանվի մի կերպ։ Դե արի տես ինչ հրաշք բան է։ Օձը չկա, հա գոհար։ Փաստորեն վիմափոր է եկեղեցին։ Այս հատվածում ամբողջությամբ ժայռի բեկոր է։ Որովհետև ինքը մտել է ժայռի մեջ, վիմ նշանակում է ժայռ, ժայռափոր, որի շարունակությունը քառանիստ է, տեսնում եք, քառանիստ բազիլիկ եկեղեցի, կառուցված 1666 թվականին, նմանատիպ, նման դարյա ունենք կողքի գյուղում, նմանատիպ եկեղեցի, բայց ոչ վիմափոր էլի, ամբողջովին կառուցված եկեղեցի։ Եկեղեցին կառուցվել է գրից շաղախվածա ձվով, դրա համար այսքան տարիներ հարատևում է ձյան, անձրևի, քամու, էդ է ամրությունը տված։
Օղբինի ժամատունը, ինչպես տեղացիներն են անվանում, փլուզման եզրին է։ Քարաթափումներից բացի նկատվում են նաև գանձագողերի թողած հետքերը։ Տեսեք, շարվածքի մեջ ունենք անվանական խաչքար, հիշատակ ինչ-որ մեկին, իսկ այս ջարդվածքը երբեք ինքնուրույն չէր ջարդվի, սա գանձախուզության հետք է։ Մարդիկ ջարդել են, թե ինչ են մանեկել, գանձ են մանեկել, թե ինչ չգիտեմ, դրա հետևանքով այս քարը ջարդված։ Եվ կան մի քանի այսպիսի ջարդված քարեր պատի մեջ անվանական խաչքարերի կողքին, կամ հանված քարեր ունենք, այս դրանք գանձախուզության հետքեր են բոլորը։ Սրանք բոլորը երկաթյա լոմիկների տեղեր են, լոմիկով են հանել այս քարը, նորից երևի գանձախուզության նպատակով։ Օղբինի ինքնատիպ ճարտարապետությամբ սրբավայրը ճանապարհորդների և արշավական խմբերի նախընտրելի ուղղություններից է։ Ինչպես մեզ, այնպես էլ այստեղ եկող շատերին բազմաթիվ հարցեր են հետաքրքրում, որոնց պատասխանները միայն մասնագետները կարող են տալ։ Լքված գյուղի կանգուն միակ կառույցը շատ բան կարող է բացահայտել պատմության մասին։